Բարև ձեզ ժողովուրդ ջան, այս բնության գրքում, այս խաղաղ միջավայրում ուզում եմ խոսել խաղաղության մասին։ Այս թեման շուտվանից էր հասունացել մոտս եւ հիմա ուզում կիսվել իմ մտքերով։ Նամանավանդ, որ ԿՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը ակտիվ քարոզարշավ են սկսել նախընտրական եւ իրենց քարոզարշավի հիմնական կարգախոսն է խաղաղություն։ Նախ ասեմ էլի, ովքեր ինձ չեն ճանաչում, ես ոչ քոչերենական եմ, ոչ սերժական եմ, ոչ տաշիր սամոական եմ, ոչ ռուսամետ եմ, ոչ եվրոպամետ եմ, ոչ ամերիկամետ եմ, դե առավել եւս ԿՊ-ական չեմ։ Ինձ համար է դրանք բոլորը նշածս անձինք՝ Նիկոլ, Ռոբ, Սերժ, Տաշիր Սամո, Ծառուկյան, չգիտեմ, բոլորը հավասարաչափ անընդունելի են, ես դրանց բոլորին դեմ եմ։ Ես հայաստանցի հայ եմ, հայամետ եմ ու պետականամետ եմ ու ուզում եմ, որ իմ պետությունը հզորանա, իմ ժողովուրդը լավ ապրի, բանակը, տնտեսությունը հզորանան, որպեսզի իրական խաղաղություն լինի։ Այդ այդպես։ Հիմա ինչ վերաբերում է բուն թեմային։ Նախ ժողովուրդ ջան, մտ եկեք հասկանանք, էլի ինչ բան է խաղաղություն ընդհանրապես։ Դե թվում է թե պարզ բան է, էլի։ Դե հա, խաղաղություն, այսինքն ինչ է դա նշանակում։ Խաղաղ ապրել իրար հետ, կոնֆլիկտ չկա, ատելություն չկա, այսինքն ատելության բացակայություն, միմյանց նկատմամբ տարածքների նկատմամբ պահանջների բացակայություն, իրար տարածքների հարգել, մշակույթները հարգել, այդպես առանց կոնֆլիկտի եւ առանց ատելության գոյակցել, ապրել իրար հետ։ Առևտուր անել, չգիտեմ, գալ, գնալ եւ այլն եւ այլն։ Աշխարհում շատ տարբեր կետերում հենց իրական խաղաղություն է հաստատված, ասենք օրինակ, չգիտեմ, սկանդինավյան ժողովուրդների մոտ խաղաղություն է, Եվրոպայում հիմնականում մեծամասամբ խաղաղություն է, չնայած բացառություններ կան այնտեղ որոշ չափով, սահմանները հիմնականում բաց են, մի հատ այդպիսի միություն է, այսինքն եկել են խաղաղ համակեցության կանոնների, հիմնականում, չեմ ասում 100%-ով, բայց հիմնականում։ Օրինակ Ավստրալիան ու Նոր Զելանդիան են իրար հետ խաղաղ ապրում, իրար կողք են։ Չգիտեմ, ասենք լատինական ամերիկյան երկրները հիմնականում էլի խաղաղ են ապրում իրար հետ։ Ամերիկան ու Կանադան, չնայած այս խելար Թրամփը Կանադայի նկատմամբ մի քիչ ինչ-որ հիմար արտահայտություններ էր արել, բայց որպես այդպես սոցիումներ, ժողովուրդներ հիմնականում խաղաղ են իրար հետ։ Հիմա ինչ ունենք մենք Ադրբեջանի հետ։ Նախ մի քիչ հեռվից գանք, էլի։ Ադրբեջանի ու ընդհանրապես թուրք ցեղի հետ մեր կոնֆլիկտը շատ հին է։ Նոր չի, 30 տարվա չի, 100 տարվա չի, շատ հին է ժողովուրդ, մոտավորապես երևի թե մի 8-9 դարի պատմությունն է ամեն ինչը, այսինքն մոտավորապես 11-րդ դարից, երբ որ դրանք 10-11-րդ դարից դրանք ներթափանցեցին այս տարածաշրջան, այդպես տենց քիչ-քիչ առաջացան նաև մեր կողմ, Հայաստանի կողմ ու սկսվեց Հայաստանի եւ հայերի հետ բախումներ, կոնֆլիկտներ, տարածքների զավթում եւ այլն եւ այլն։ Մոտավորապես 11-րդ դարից վերցնենք։ Շատ չեմ ուզում էլի պատմության մեջ խորանալ, բայց մոտավորապես այդ ժամանակներից սկսվեցին կոնֆլիկտներ այս թուրք քոչվոր ցեղերի հետ։ Հիմա ադրբեջանցի թուրք իրականում շատ տարբերություն չկա, նույնն են, էլի դրանք։ Մեկը Ալթայից եկած քոչվոր ցեղեր են։ Եկել են այստեղ տեղացի ցեղերի հետ, խառնվել են ու այդպես ձևավորվել է ինչ-որ մի հատ ժողովուրդ, խառախուրա ժողովուրդ։ Մի տարբերություն մեզ, ովքեր այստեղ բնիկ ենք։
Մենք այստեղի բնիկներն ենք։ Արարատյան դաշտավայրի, Վանա լճի, այդ ավազանի, այս տարածք հայկական լեռնաշղթայում մենք բնիկներ ենք։ Մենք որպես էթնոս այստեղ ենք ծագել, առաջացել։ Հիմա ինչ ունենք այս պահին։ Այդ կոնֆլիկտը դարերով եկել հասել է 2026 թիվն է այսօր, հա։ Ունենք բռնազավթված հայկական Արցախ, էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները, արցախցիները, այսինքն իրենց հազարամյա բնակատեղից վտարված արցախցիներ, հայեր։ Ունենք 2020 թվականի պատերազմի ժամանակ, չնայած միջև դա էլ 90-ականների պատերազմի ժամանակ էլ, դրանից առաջ էլ անընդհատ մենք ունեցել ենք խաղաղ բնակչության սպանություններ, կոտորածներ։ 20 թվականին էլ է եղել տենց բաներ, դեպքեր։ Ոչ շատ, բայց եղել է։ Գերի զինվորների, հայ զինվորների գնդակահարություն։ Եվ հրճվանքով էլ նկարահանում էին այդ process-ը։ Ունենք Հայաստանի Հանրապետության տարածքից 220 քառակուսի կիլոմետր զավթված տարածք։ Եվ չեն էլ պատրաստվում այնտեղից հեռանալ, հələ մի բան էլ հակառակը, այս վերջերս Արման Թաթոյանը արբանյակային լուսանկարներ հրապարակեց, որ ջերմուկի հատվածում այդ բռնազավթված տարածքներում ադրբեջանցիք ամրապնդվել են եւ մի բան էլ առաջ են եկել էլի։ Ունենք Հայաստանի եւ ամեն հայկականի նկատմամբ ատելության քարոզ, պետական մակարդակով։ Այսինքն Ալիևից սկսած, միջև վերջ, միջև են, չգիտեմ, դպրոցներ, մանկապարտեզներ, այդ ժողովրդին, երեխաներից սկսած, սովորացնում են, որ հայերը թշնամի են, հայերը օկուպանտներ են, բռնազավթել են պատմական Ադրբեջանի տարածքները եւ այնտեղ պետություն են ստեղծել, ադրբեջանցիներին կոտորել, ցեղասպանել, վռնդել են եւ այլն եւ այլն։ Իդեպ իրենց 5-րդ դասանի պատմության գրքում, այսինքն հենց երեխաները սկսում են պատմություն անցնել դպրոցում, հենց պատմության առաջի գրքում իրենց այդտեղ նշված է, էլի, հայերը օկուպանտներ են, բռնազավթել են ադրբեջանական տարածքներ եւ այլն։ Իդեպ հայեր բառի տերմինի կողքը միշտ ինչ որ բացասական որակավորում կա այնտեղ։ Օկուպանտ հայեր, նենք հայեր, թշնամի հայեր, հա, ու թշնամին անընդհատ հայերը որպես թշնամի են ներկայացվում։ Այդ ամեն ինչը ես գիտեմ Տաթևիկ Հայրապետյանի ուսումնասիրություններից, ինքը ադրբեջանագետ է, ադրբեջաներեն հասկանում է, բավականին հետաքրքիր եւ adekvat վերլուծություններ եւ տեսանյութեր ունի ինքը, խորհուրդ կտամ հետեւել իրեն։ Հիմա ունենք դա այդ ատելությունը։ Ունենք Հայաստանի Հանրապետությունը որպես այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ներկայացնելը։ Այսինքն այս մեր մնացած մի փոքր Հայաստանն էլ իրենք մեկը էլի ուզում են բռնազավթեն։ Ու դա ներկայացնում են որպես պատմական արևմտյան Ադրբեջան։ Եվ ասում են մենք պիտի վերադառնանք մեր պատմական արևմտյան Ադրբեջան։ Եվ վերջապես իդեպ հայերի դատապարտումը
Բաքվում 20 տարուց մինչև ցմահ։ Արցախցիներին, Արցախի մեր հայրենակիցներին։ Թե ոնց ենք նրանց վերաբերվում, այդ լրիվ այլ հարց է։ Բայց նրանք հայեր են, արցախցի հայեր են, եւ դատվել են նրա համար, որ իրենք հայ են։ Այս շատ կարևոր է, էլի մենք հասկանանք։ Դատվել են նրա համար, որ իրենք հայ են, արցախցի հայ են, հանդգնել են, ղեկավարել Արցախը, այսպես ասած, էլի։ Եվ վերջապես չունենք խաղաղության պայմանագիր նրանց հետ։ Ադրբեջանի հետ չկա խաղաղության պայմանագիր, որ այդքան խոսվում էր այդ Նիկոլենց Քփայինց կողմից, թե բա հեսա ամեն տարվա վերջ, հեսա կստորագրվի, չկա այդ խաղաղության պայմանագիրը։ Ես կարծում եմ, որ դեռ երկար ժամանակ չի լինելու։ Որովհետև Իլհամ Ալիևին դա ձեռնտու չի։ Խաղաղության պայմանագիրը ձեռնտու չի նրան։ Եվ վերջապես ինչի խաղաղության պայմանագիր ստորագրել, եթե առանց դրա էլ ինքը ստանում այն, ինչ ուզում է։ Նիկոլ Փաշինյանին ասում է, նա էլ հնազանդվում է։ Այսինքն բավարարում է պահանջները։ Հիմա այսքան փաստերը հաշվի առնելով ես գալիս եմ եզրակացության, որ ոչ մի խաղաղություն էլ չկա։ Չկա ժողովուրդ, խաղաղություն չկա։ Նիկոլեն եւ Քփայինք ստում են, երբ որ ասում են խաղաղություն է հաստատվել։ Ստում են շատ պարզ պատճառով, իմ կարծիքով իրենց նպատակը եւ պատճառը մեկն է, ուղղակի այսպես ասած ապահովել, որպեսզի հարձակում չլինի թշնամու կողմից, որպեսզի իրենց աթոռները պինդ պահեն։ Ատամներով կպել են այդ աթոռներից եւ բաց չեն թողնում։ Սա է, իմ կարծիքով սա է հիմնական պատճառը, որ Քփան եւ Նիկոլ Փաշինյանը այդպես խափում են էլի ժողովրդին, ուղեղները լվանում են, թե բա խաղաղություն է հաստատվել, թե բա տեսեք կրակոցներ չկա սահմանի, ուրեմն խաղաղություն է հաստատվել։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ձեզ ասել, օրինակ հյուսիսային եւ հարավային Կորեաների սահմանին էլ կրակոցներ չկան, բայց խաղաղություն էլ չկա այնտեղ։ Թշնամանքը շարունակվում է պետական մակարդակով։ Չնայած որ այնտեղ նույն ժողովուրդն են։ Բայց խաղաղություն չկա։ Կրակոց էլ չկա։ Բայց խաղաղություն էլ չկա։ Եվ ցանկացած պահի կարա բռնկվի։ Նույնն էլ մեզ մոտ է։ Խաղաղություն չկա։ Այո, պատերազմ էլ չկա, կրակոցներ չկան, այո։ Բայց ցանկացած պահի կարա բռնկվի եւ սկսվի տաք պատերազմ։ Իհարկե հեռու մեզանից, ես դա չեմ ուզում։ Հետ չեմ ուզում։ Ես մասնակցել եմ պատերազմին, ես տեսել եմ մահեր, տեսել եմ թշնամուն, հուսով եմ մի քանիսին սատկացրել եմ, չգիտեմ, կրակել եմ ամենայն դեպս իրանց վրա։ Տեսել եմ իմ մարտական ընկերներից երկուսի դիակը, ինքս էլ մնացել եմ արկի հարվածի այդ ալիքի տակ, միառժամանակ լսողության խնդիր ունեի, հիմա անցել է։ Ես ամենավերջի մարդն եմ, ով կուզի պատերազմ, ես չեմ ուզում պատերազմ։ Բայց ես իրականությանը պարզ աչքերով եմ նայում։ Իրականությունն այնա, որ չկա խաղաղություն, կա ատելություն մեր նկատմամբ եւ կա մեր տարածքների նկատմամբ զավթողական քաղաքականություն, պետական մակարդակով, Ալիևից սկսած։ Ժողովուրդ ջան, ես ուզում եմ իմ մտքերով կիսվել, փաստերը ներկայացնել։ Ես ուզում եմ, որ այն մարդիկ, ովքեր մտածում են, թե
Կարող է իրոք խաղաղություն կա, կարող է իրոք Նիկոլը եւ ԿՊ-ն ճիշտ են ասում, ես ուզում եմ որ այդ մարդիկ այդ վարդագույն ակնոցները հանեն, այդ վարդագույն միաեղջյուր պոնիից իջնեն եւ փաստերին պարզ աչքերով նայեն։ Ժողովուրդ, չկա ոչ մի խաղաղություն, այս կոնֆլիկտը, ինչպես նշեցի, դարերի պատմություն ունի եւ խաղաղություն գիտեք երբ կլինի։ Երբ որ Հայաստանը ունենա հզոր բանակ, հզոր տնտեսություն եւ ճկուն դիվանագիտություն։ Այսինքն լավ դաշնակիցներ, դիվանագիտություն։ Ինձ թվում է այս երեք պայմանների դեպքում միայն հնարավոր զսպել թշնամուն։ Խաղաղությունը այս պարագայում թշնամուն զսպելն է։ Թշնամու այդ զավթողական քաղաքականությունը զսպելն է։ Հզոր բանակ, հզոր տնտեսություն, ճկուն դիվանագիտություն։ Այս երեք գործոններն են զսպելու թշնամուն։ Ահա, գիտեք, այդ Նիկոլյան այդ խաղաղությունը, էլի, որ իրանք ասում են, ես ուզում եմ այդ բառը իրենց արտահայտած խաղաղությունը պարզեցնեմ եւ դրա հոմանիշը հայերենում իրենց ուրեմն Նիկոլյան խաղաղության հոմանիշը հայերենում կամ թարգմանությունը ոնց կուզեք այդ հնազանդությունն է այսինքն երբ Նիկոլենք ասում են խաղաղություն իրենք նկատի ունեն հնազանդություն եւ հակառակը երբ ասում են պատերազմ իրենք նկատի ունեն պայքար այսինքն իրենք չեն ուզում պայքարել, իրենք ուզում են հնազանդվել թշնամուն։ Ես չեմ ուզում հնազանդվել թշնամուն։ Չէ, թշնամուն հնազանդվելը վերացման ամենակարճ ճանապարհն է։ Այն էլ նման թշնամու, ով ոնց ասեմ, ատում են մեզ։ Մեր նորածին երեխայից սկսած միջև ամենածեր մարդը մեզ ատում են իրենք եւ ատում են ամեն հայկականը եւ դա պետական մակարդակով եւ այդ պարագայում իրենց հետ հարաբերվել հնարավոր միայն ուժով մնացած ցանկացած այլ տեսակի հարաբերություն թե բա գնանք խոսենք հետները, տեսնենք ինչ են ասում, ինչ չեն ասում։ Ինչ են ասում։ Արցախը բռնազավթեցին, էթնիկ զտում իրականացրեցին, գերիներին սպանեցին, ժողովրդից որոշ քանակ, որոշ մարդկանց ժողովրդից սպանեցին, գերիներին դատապարտեցին 20 տարուց մինչև ցմա Հիմա էլ ասում են Հայաստանը այդ Արմենիան Ադրբեջանն է։ Ինչ խոսել դրանց հետ։ Ես չեմ հասկանում, էլի ինչ խոսել ժողովուրդ։ Թշնամին է քեզ ատում է, ուզում է քեզ վերացնի։ Ու չի թաքցնում, զինվում է։ Պետական ֆինանսավորմամբ այնտեղ Արմենիան Ադրբեջան բանա հասարակական կազմակերպությունը ինչա ստեղծվում ցուցահանդես է կազմակերպվում Հայաստանի բնակավայրերը ադրբեջաներ են ինչ խոսել ժողովուրդ ես չգիտեմ ինչ խոսել ես մի բան գիտեմ մեզ վերացնել ցանկացողների հետ կա շփման մի ձև եւ դա զենքի ուժն է զենքի ուժ հզորացում հզոր դիվանագիտություն
այլ տարբերակ ես չգիտեմ։ Եվ Նիկոլենց այդ խաղաղություն եք ուզում, թե պատերազմ։ Այդ արտահայտությունը, որ թարգմանում ենք նիկոլերենից, իրենք ուզում են ասեն հնազանդություն եք ուզում, թե պայքար։ Իրենք ընտրել են հնազանդությունը, հասկանալի է։ Իրենց աթոռները պահելու համար ընտրել են հնազանդությունը։ Բայց ժողովուրդ, մենք էլ ենք ուզում հնազանդություն։ Ես չեմ ուզում հնազանդություն։ Ես պայքարող եմ, ես գնացել եմ կամավոր, իմ կռիվը տվել եմ, եկել եմ։ Ես չեմ հնազանդում թշնամուն, ես ընտրում եմ պայքարի ուղին։ Եվ կարծում եմ ժողովրդի զգալի մեծամասնությունը եւս հասկանում է, որ այս հարևանի հետ միայն պայքարի ուղիով է հնարավոր հարաբերվել։ Միայն զենքի ուժով, զենքի լեզվով։ Այլ լեզու այս հարևանը այս պահին չի հասկանում։ Թե հիմա ապագայում 500, 1000 կամ 2000 տարի հետո ոնց կլինի, չգիտեմ, բայց այս պահին ունենք այս։ Եվ այն մարդիկ կան էլի տենց այն այսպես կոչված խելոքներ էլի, հա, ռացիոնալիստներ, տենց իմաստուններ, թե բա պետքա խոսել հետները, բան, մենք էլ դե իրանց տարածքներն ենք օկուպացրել, բա ինչ էիք ուզում։ Ժողովուրդ, այդ տարածքները մենք չենք օկուպացրել, այդ տարածքները եղել են պատիժ իրենց պատերազմ սկսելու, պատերազմ հրահրելու համար 90-ականներին։ 90-ականների պատերազմը իրենք են սկսել։ Երբ որ արցախցիները որոշեցին անկախանալ, որտեվ ասում են չենք ուզում ապրենք այս ցեղի հետ, չենք կարող ապրենք։ Անհամատեղելի ենք։ Մեր պատմական հայրենիքում ուզում ենք ապրել անկախ։ Այդ քոչվոր ցեղերն էլ, այդ ադրբեջանցի թուրքերն էլ պատերազմ սկսեցին։ Եվ պատժվեցին, պարտվեցին պատերազմում, պարտվեցին եւ պատժվեցին անվտանգության գոտիով։ Հայկական զորքերը Արցախի շուրջ ստեղծեցին անվտանգության գոտի։ Այն ժամանակ տենց են մտածել եւ կարծում եմ ճիշտ են մտածել։ Բա օկուպանտին պատերազմ հրահրողին ոնց պատժես։ Պետքա պատժվեր մի ձև այդ կոտորած սկսողը, հա, այդ Բաքվում, Ցունգայիթում հիշում ենք էլի։ Կոտորածները խաղաղ բնակչության եւ հետո էլ արդեն Արցախում եւ արդեն պատերազմ Արցախում եւ պատժվել են իրենք։ Տեղին են պատժվել։ Մեր հայրերի, մեր պապերի սերունդը ճիշտ արել, որ անվտանգության գոտի է ստեղծել Արցախի շուրջ։ Այո, պատժել են թշնամուն։ Օկուպանտին, ագրեսորին պատժել են, ճիշտ են արել։ Ուրիշ հարց, որ չկարողացանք պահել Արցախը, դա լրիվ ուրիշ հարց։ Ապիկար, ապաշնոր ղեկավարների, Ռոբ, Սեր, չգիտեմ, Տեր-Պետրոսյան, հիմա էլ էս Նիկոլը, դա արդեն ուրիշ հարց։ Բայց ես կարծում եմ, որ ճիշտ են արել, որ անվտանգության գոտի են ստեղծել Արցախի շուրջ, եւ նաեւ ես կարծում եմ, որ Արցախի հարցը վերջնականապես փակված չէ։ Ես կարծում եմ, որ Արցախ հայերը պետք է վերադառնան իրենց հայրենիք, իրենց հողն ու ջուրը։ Թե դա ոնց կլինի, չեմ կարող ասել, դժվար ասել, բայց ես կարծում եմ, որ արդարությունը պետք է վերականգնվի եւ արցախցիները պետք է վերադառնան իրենց հայրենիք։ Թե ինչ կարգավիճակով, ոնց, երբ, ես չգիտեմ։ Եվ ժողովուրդ ջան, ես ուզում մի անգամ եւս էլի շեշտել, ես պատերազմ չեմ ուզում։ Ես պատերազմի միջով անցել եմ, տեսել եմ այդ արհավիրքները, մի խոսքով
Ես իրոք խաղաղություն եմ ուզում, բայց իրական խաղաղություն եմ ուզում։ Հավասարազոր խաղաղություն եմ ուզում, ոչ թե այն ինչ հիմա կա։ Այն ինչ հիմա կա, Նիկոլեն կետի հնազանդվում են թշնամուն, փորձում են մեզ էլ ժողովրդիներ հնազանդեցնել, համագործակցում են թշնամու հետ, հա, Նիկոլեն ԿՊ-ին համագործակցում են, այսինքն կոլաբորացիոնիստական ռեժիմ է հաստատվել։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, սա իմ պատկերացումն է, ես դա տեսնում եմ, բայց գիտեմ, որ շատերը համաձայն են հետս։ Այսինքն իրենց գործողությունները դա թշնամու հետ համագործակցությունն է ի վնաս Հայաստանի, Հայաստանի Հանրապետության, Հայաստանի ժողովրդին, եւ դա իրենք անում են զուտ իրենց անձնական շահերի համար, աթոռներին մնալու համար։ Այդ եկեղեցու դեմ արշավը, այդ հայոց պատմության դեմ արշավը, այդ խաղաղություն կեղծ թեզը, պայքարի արժեզրկումը եւ այլն եւ այլն եւ այլն։ Թե բա Արարատը մոռացեք, Արցախը մոռացեք, մերը էսա, ինչ կա էսա, այդ ամեն ինչը կեղծ թեզերն են, որոնք իրենք առաջ են մղում թշնամու հետ համագործակցության արդյունքում։ Բայց գիտեք ինչ, ժողովուրդ ջան, ես կարծում եմ իրենց մոտ չի ստացվում դա, եւ չի ստացվելու։ Մեր ինքնության դեմ պայքարում իրենք պարտվելու են եւ կարծում եմ պարտվել են արդեն։ Չնայած որ որոշ մարդկանց ուղեղները կարողացել են լվանալ, որոշ մարդկանց կարողացել են համոզել, թե իբր թե այդ ամեն ինչը մոռացեք, ձեր արմատները մոռացեք։ Օրինակ ես արմատներով արցախցի եմ, Արևմտյան Հայաստանից եմ մի մասը եւ մի մասը Տավուշից է, իմ ծնողների։ Հա, հիմա ինձ եկել ասում են այն երկու կտորը մոռացի, Արցախն ու Արևմտյան Հայաստանը մոռացի, ինչ կա էսա։ Օղորմացիկ սեդա տատս արցախցի այդ ամեն ինչ որ լսեր, կասեր հողերս գլխետ ախելար։ Կարող ավելի փիսել ասեր։ Ինչևէ։ Էս էր իմ մտքերով ուզում եք կիսվել, ժողովուրդ ջան։ Ուզում եմ որպես իրականությանը պարզ նայեք։ Իրականությունն այն է, որ խաղաղություն չկա, կա չպատերազմ, տաք պատերազմ չկա, բայց կա ատելություն, կա մեր տարածքների, մեր հողի նկատմամբ զավթողական քաղաքականություն, կա մեր ինքնության դեմ պայքար ԿՊ-ինց ձեռքով, մեր պատմության եւ իրենց պատմության կեղծում կա, եւ ես կարծում եմ, որ այս ամեն ինչի լուծումը պայքարի գաղափարախոսությունն է։ Իրական խաղաղություն հնարավոր է, եթե թշնամիդ հասկանում է, որ քո դեմ պատերազմելով ինքը ավելի շատ կտուժվի, քան կշահի։ Ուկրաինացի ժողովուրդը եւ Ուկրաինա պետությունը դրա վառ ապացույցն են։ Կամ թեկուզ այսօր ինչպես էր ոնց էլ վերաբերվենք Իրանի ռեժիմին, այդ մարդատյաց ռեժիմին, բայց զուտ որպես փաստ իրենք հզորացրեցին իրենց բանակը եւ այսօր կարողանում են դիմադրել։ Անկախ նրանից ոնց ենք վերաբերվում այդ իսլամական մարդատյաց, հակամարտկային ռեժիմին, զուտ որպես փաստ հզոր Ամերիկային եւ Իսրայելին կարողանում են դիմադրել։ Թե ինչքան կդիմադրեն, չգիտեմ։ Իսկ օրինակ նույն ուկրաինացիները հզոր ռուսներին դիմադրեցին եւ պահպանեցին իրենց անկախությունն ու իրենց ինքնունությունը, իրենց պետականությունը։ Անկախ նրանից ոնց ենք վերաբերվում ռուսներին, ոնց ենք վերաբերվում ուկրաինացիներին,
փաստը մնում է փաստ, այդ մարդիկ դիմադրեցին, այ ունեցան ահռելի մարդկային կորուստներ, ունեցան տարածքային կորուստներ, բայց պահեցին ամենակարևորը, իրենց ինքնությունը, իրենց անկախությունը, իրենց պետությունը։ Եվ սրանց նման չասեցին, վայ, շուտ հանձնվենք, քանի մեզ չեն մի խոսքով։ Չէ, մարդիկ ընտրեցին պայքարի եւ դիմադրելու ուղին եւ ահա դիմադրեցին, այդ հզոր, այսպես կոչված գերհզոր Ռուսաստանին եւ մարդիկ պահեցին իրենց անկախությունը, ինքնուրույնությունը։ Այնպես որ ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ այդ է միակ տարբերակը։ Թշնամուն հնազանդվելը սխալ է եւ կործանարար է եւ վերացման տանող ամենակարճ ճանապարհն է, իսկ գոյության համար պետք է պայքարել։ Մեր պատմության մեջ մենք բազմաթիվ նման դրվագներ ենք ունեցել, պայքարել ենք, կռիվ ենք տվել, որտեղ որ կռիվ ենք տվել, իդեպ մեր ապու պապերը որտեղ կռիվ են տվել, այնտեղ փրկվել են կյանքեր, փրկվել են տարածքներ կամ ազատագրվել են տարածքներ, իսկ որտեղ որ պայքար չի եղել, այնտեղ եղել են կոտորածներ եւ տարածքային կորուստներ։ Մեր պատմությունից պետք է դասեր քաղենք։ Այսքանը ժողովուրդ ջան, այսքանը ուզում եմ մտքերովս կիսվել։ Շնորհակալություն, որ մնացիք մինչև վերջ, խնդրում եմ հավանեք այս վիդեոն եւ խնդրում եմ նաեւ բաժանորդագրվեք, հետագայում նաեւ այլ թեմաներ էլ կա, որ կիսվելու եմ մտքերովս։ Շնորհակալություն ժողովուրդ ջան, լավ մնացեք։